Եվ այսօր ցավոք Հայաստանում կան ընտանիքներ, որոնք 10 եւ ավելի տարի հազարավոր ընտանիքներ սոցիալական բան են ստանում, այդ պայմանական ասած փարոս։ Մենք այդ մարդկանց լավություն ենք անում, ոչ մենք այդ մարդկանց վատություն ենք անում։ Այդ ընտանիքների երեխեքին ներշնչում ենք, որ աղքատությունը իրանք ճակատագիրն է, իրանք ուրիշ շանս չունեն։ Դրա համար մենք հիմա փոխում ենք սոցիալական վիճակի գնահատման համակարգը եւ այնպես անում ենք, որ մարդուն թեկուզ մի տարի ամեն օր մենք հաց տանք, բայց մի տարի մի օրը գնանք տեսնենք, որ ինքը իր աշխատած հացն է ուտում եւ սեփական աշխատանքով վաստակած հացից համով հաց երբեք ոչ եղելա ոչ էլ կարողնի։ Ես այսօրվա եւ 10 տարվա առաջվա Հայաստանի տարբերությունը, որովհետեւ 10 տարի առաջ օլիգարխան, քրեական օլիգարխային պետք է, որ մարդուն այս ամեն օր ինչ-որ 1000 ներողություն մի բան գցելու տրամաբանության մեջ պահեն, որ ընտրությունների օրը հենց գա, 5000 դրամը հանեն ցույց տան, մարդիկ ասեն, արա, այս որ 5000 դրամ ունի, ուրեմն ինքը առնվազն Աստված ա, որ իր ձեռը 5000 դրամ կա։ Եվ այսօր այդ ուժերը մենք տեսնում ենք, էլի մտնում են մարդկանց տներ, փորձելով ընտրակաշառքի համակարգներ ներդնել։ Մեր պետական մարմինները վատ չեն աշխատում, անում են բացահայտման հետևից, բայց սա ժողովրդական հարց է, այդ ընտրակաշառատուների քոքը պետք է կտրվի Հայաստանի Հանրապետությունից, քոքը պետք է կտրվի։ Մի հատ էլ փողը տալիս են մարդկանց, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են այդ շնուշանգյալները, հետևներից ասում են փողը տվել են եւ նկարագրում են սեռական գործով, այսինքն նկարագրում են մարմնավաճառի եւ կլիենտի հարաբերությունների։ Սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին եւ այդ պատկերացումը, որի կրողներն են հայտնի, այդ երրագլուխ մաֆիոզ երրագլուխ կուսակցությունը, ընդ որում այդ ավանդույթը շատ երկար, հենց այդ կուսակցություններն տենց են նրանք ընտրություններ հաղթել։ Հանրապետականը, որը ռեբրենդինգ արած տարբերակ ուժեղ Հայաստանն է, ամենաակտիվ ընտրակաշառատունը այսօր եւ ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնել նրանք,